Սահակյան, պարոն Սահակյան, դուք ասացիք առաջինը քննարկումները կսկսեք Հայաստան խմբակցության հետ, առաջնորդը Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանն է, ասել է, թե առաջինը քննարկումները կսկսեք կամ արդեն սկսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկապես կարծում եք, որ ձեր ժողովը ճիշտ է գնահատել իրավիճակը և Հայաստանում, և ժողովրդի շրջանում տեսակետները, և բացի դրանից քաղաքական այն ուժերը կամ դաշինքները, որոնք ասում են, որ երկիրը պետք է այս իրավիճակից դուրս բերեն, այս տարիների ընթացքում դուրս չեն բերել։ Չեն բերել Արցախը, չեն նպաստել նրան, որ թշնամին դուրս գա, նկատի ունեմ բարձր լարման իշխանություններին ուղղված, չեն նպաստել նրան, որ նաև թշնամին դուրս գա մեր օկուպացված տարածքներից։ Հիմա նախ դուք ինքներդ ձեր կարծիքով, այդ դաշինքով արժանի եք կրկին մասնակցել ընտրություններին։ Երբ որ ասում եք ընդդիմությունը չի նպաստել, երբ որ թշնամին դուրս գա, Հայաստանի տարածքից, այդ ինչպես եք պատկերացնում, ինչ լծակներ ունեն։ Ընդդիմության խնդիրը պետք է լիներ այս իշխանություններին հեռացնել 21 թվականի ընտրություններին մենք մասնակցել ենք, հանրությանը ներկայացրել ենք թիմ, ծրագիր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ժամանակային պարտեզ, դժբախտաբար այս իշխանությունը կարողացել է խաբել կրկին մեր հասարակությանը, վերարտադրվել և անցնող 5 տարիների ընթացքում շարունակել զիջումներ։ Այո, մենք 21 թվականին ամեն ինչ արել ենք արդյունքի ունենալու համար։ Դժբախտաբար ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր համատեղ ուժերով այդ խնդիրը լուծել են։ Հիմա 5 տարվա մեր գործունեությունը, մեր ժողովրդի առջևը, մենք հանդես են գալու նոր ծրագրերով, որ մարդիկ տեսնեն, գնահատեն և ըստ դրա ձևավորեն հաջորդ իշխանությունը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի ապագան հստակ հարցականի տակ է։ Մեր մասնակցությունը միայն նպաստելու է սրանց հեռացման համար, մենք պատրաստ ենք լայն համագործակցության ընդդիմադիր առողջ իրական ընդդիմադիր ուժերի հետ և գտնում ենք, եթե այս ընտրությունների մի քանի խոշոր կայացած բլոկներով որոշ ուժեր մեկտեղ են իրենց հնարավորությունները, ռեսուրսները, ավելի ազդեցիկ կերպով, լայն հնարավորություններով ներկայանան հանրությանը, այո, առաջկա սպասվող ընտրությունները միջոց և հնարավորություն են այս իշխանություններին հեռացնելու համար։ Հիմա նախորդ 5 տարիների ընթացքում տեսել եք ինչ արել, 5 տարվա մեջ 3-4 փողոցային շարժումա տեղի ունեցել, ամեն ինչ արել ենք այդ խնդիրը լուծելու։ Դժբախտաբար Չարիքի իշխանությունը դեռ իշխանության է։ Հիմա ինչ եք առաջարկում, չմասնակցենք այս ընտրությանը։ Այդ ձևաչափի մասին եք խոսում։ Մեր ձևաչափը լինելու ամենաարդյունավետ ձևաչափերից մեկը, եթե քննադատում ենք այս ձևաչափը 21 թվականին եղել է ամենախոշորը, կան ավելի արդյունավետ ձևաչափեր, որոնք կարող են ձևավորվել և ավելի լավ արդյունք արձանագրել։ Մենք միայն ուրախ կլինենք դրանով։ Ընդ որում, ներողություն մի բան ստեղ ասեմ, մենք այս դաշինքը չենք, այսինքն մենք որոշել ենք դաշինքային ձևաչափով մասնակցել, ոչ թե ունենալով մտավախություն, որ դաշնակցությունը շրջան չի արտարի։ Մենք այդ մտավախությունը չունենք ընդհանրապես և ժողովը նաև այդ մասին արձանագրել է և դրա բոլոր հիմքերը ունենք նաև դրասել։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ պարզ լինի նաև այդ իմաստով, նախ 2018 թվականին ամենածանր շրջանում, երբ որ այս իշխանությունը 80% ռեցենզուն էր, մենք մասնակցել ենք 3% ցուցանիշ արձանագրել։ Դրանից հետո հաշվի առնելով մեր 5 տարվա գործունեությունը 21-22 թվականին 2 տասնյակից ավելի խոշորացված համայնքներում մասնակցել ենք տեղական ընտրությունների և արձանագրել ենք 5-ից մինչև 20% արդյունք, ներգրաված են 2 տասնյակից ավել համայնքներում, ամբողջ Հայաստանում ունենք կազմակերպական միավոր, 52 գրասենյակներ, ուսանողական, երիտասարդական միություններ, վերջը Հայաստանի ամենակայացած գաղափարական շարքեր ունեցող կառույցն է։ Մենք շենը հաղթահարելու խնդիր բացարձակ չունենք, բայց մեր նպատակը այս ընտրություններին 4, 5, 8 կամ 10 պատգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից են կրկնում։ Մեկտեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Եվ դաշինքի մեր տրամաբանությունը հենց այդ էֆեկտիվությունն է։ Մենք 5, 8 կամ 10 պատգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից են կրկնում։ Մեկտեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները, ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Եվ դաշինքի մեր տրամաբանությունը հենց այդ էֆեկտիվությունն է։
Որովհետև եթե առանձին երկու ուրիշ տվյալ պարագայում, ասենք մասնակցային ընտրությունների մեկը արձանագրել օրինակ 2x, մյուսը ևս 2x, այս միացման փոփ լրանցման արդյունքում մենք նպատակ ունենք դա դարձնել 8x պայմանով։ Հետևաբար, այո, մենք ձևավորել ենք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը եւ դա շուտով ներկայացվող իրականություն կդառնա։ Առնվազն սա մեր տեսակետն է եւ այս համաձայնությունները ունենալու դեպքում գնալու ենք այդ ճանապարհով։